Սյունիքի նախկին մարզպետ ՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի Ուլնեցի փողոցի այս եռահարկ առանձնատան շուկայական արժեքը ավելի քան 1 միլիարդ 77 միլիոն դրամ է գնահատվում։ Դատախազությունն ընդհանուր առմամբ 5 անշարժ, 3 շարժական գույք ու 6 միլիարդ դրամ է պահանջում բռնագանձել նախկին մարզպետից։ Ընդ որում նշված բոլոր անշարժ գույքերի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ Բռնագանձվող գույքերի թվում նաև Սյունիքի առանձնատունն է, որը 77 միլիոն դրամ է գնահատվել։ Դատախազությունը նաև 55 միլիոն դրամի 3 ավտոմեքենա է պահանջում Խաչատրյանից։ Նաև թվով 4 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք է ենթակա բռնագանձման, ընդ որում հատկանշական է, որ այդ իրավաբանական անձանցից մեկի, մասնավորապես Լերեքս խումբ ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 10 միլիարդ դրամ, ընդ որում 100% մասնակցությունը պատկանում է Սուրիկ Խաչատրյանի որդուն Դրդատ Խաչատրյանին։ Ըստ դատախազի բռնագանձմանը ենթակա նաև 2.5 միլիարդ դրամի հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, 622 միլիոն դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ եւ ավելի քան 2 միլիարդ 819 միլիոն դրամ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող գումար։ Միևնույն ժամանակ նշեմ, որ Սահմանադրական դատարանի 1776 որոշման ընդունմամբ հայցեդումի բովանդակությունը էական փոփոխության չի ենթարկվել այն պատճառաբանությամբ, որ պարոն Սուրիկ Խաչատրյանը դեռևս 1996 թվականից զբաղեցրել է Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնը եւ առաջին ապօրինի գույքը ձեռք է բերել 2004 թվականին, այսինքն վերահաշվարկի անհրաժեշտություն չի ծագել։ Իրավասու մարմինը դատարանում պնդելու է, որ այս հայցադիմումի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի իրացման հրամայականն է, նշում է դատախազը։ Այսինքն համապատասխան գույքերը ձեռք են բերվել պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո, եւ քանի որ օրինական եկամուտներով չեն հիմնավորում, ենթակա են բռնագանձման։ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարգարիտ Աղազարյանը սակայն պնդում է, իր վստահորդի վերաբերյալ ուսումնասիրությունը չէր կարող կապ ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի հետ, քանի որ այն սկսելու վավերապայմաններ չեն եղել։ Նախքան ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կայացնելը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ չեն իրականացվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հետևաբար օբյեկտիվ իրականության մեջ չեն կարող գոյություն ունենալ այդպիսի միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներ ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության կասկածի բավարար հիմքերի վերաբերյալ։ Ըստ փաստաբանի այս հայցով կարող է առկա լինել միայն հանցավորության դեմ պայքարի նպատակ, իսկ Խաչատրյանից պահանջվող գույքերի եւ նրան վերագրվող հանցանքի միջև կապ առկա չէ։ Ասաց Խաչատրյանը գույքերը ձեռք է բերել օրինական եկամուտներով։ Սյունիքի նախկին մարզպետը, որը մեղադրվում է խոշոր չափի փողերի լվացման, յուրացման, դրդման, պաշտոնեական կեղծիքի չարաշահման համար, հետախուզվում է 2019 թվականից։ Տաթև Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։